Սաղմոս 26-րդ Բարի մարդու աղոթքը Սաղմոս Դավիթի Ով Տեր, զիս դատե վասնզի իմ անարատությունովս քայլեցի, Տիրոջը ուսացի պիտի չսասանիմ, Ով Տեր, զիս փորձե ու քննե, Փորձե իմ երիկամունքներս ու սիրտս, Վասնզի քու ողորմությունդ իմ աչքերուս առջև է, ու քո ճշմարտությանդ մեջ քայլեցի, խարդախ մարդոց հետ չնստեցա ու կեղծավորներուն պիտի չընկերանամ, չարերուն ժողովը ատեցի ու ամբարիշներուն հետ պիտի չնստիմ, անմեղությունով ձեռքերս պիտի լվամ ու քո սեղանից չորս կողմը պիտի պտտիմ, ով Տեր, որպեսզի շնորհակալության ձայնը լսել տամ, ու քո բոլոր սքանչելիքներդ պատմեմ, ով Տեր, սիրեցի քո տանդ բնակություն է, և քո փառքիդ կեցած տեղը, մի կորսեցներ իմ անձս մեղավորներուն հետ ու իմ կյանքս այրունայեղ մարդոց հետ, որոց ձեռքերուն մեջ անօրինեություն կա ու անոնց այս ձեռքը կաշառքով լեցուն է, բայց ես իմ անարատությունովս պիտի քալեմ, զիս փրկե ու ինձի ողորմե, իմ ոտքս ուղղության մեջ պիտի կենա, ժողովներուն մեջ Տերը պիտի գովեմ, ամեն։ Սաղմոս 27-րդ Փառաբանության աղոթքը Սաղմոս Դավիթի Տեր իմ լույսս ու փրկությունս է, ես որմե պիտի վախնամ, Տերը իմ կյանքիս ապավենն է, ես որմե պիտի դողամ, չարերուն իմ մարմինս ուտելու համար ինձի մոտեցած ատենը, իմ նեղիշներս ու թշնամիներս սայեցան ու ինկան, եթե վրաս զորքի բանակ ելնե, սիրտս պիտի չվախնա, եթե ինձի դեմ պատերազմի պատրաստություն ըլլա, դարձյալ ես վստահ պիտի ըլլամ, բան մը կխնդրեմ Տիրոջ մեն ու ասիկա կաղաչեմ, որ կյանքիս բոլոր օրերը Տիրոջ տան մեջ բնակվիմ, Տիրոջ վայելչությունը տեսնելու ու անոր տաճարին մեջ զինք խնդրելու համար, վասնզի չար օրվան մեջ, իր բնակարանին մեջ զիս պիտի պահե, իր վրանին ծածկոցովը զիս պիտի ծածկե, վեմի վրա պիտի վերցնե զիս, ու հիմա իմ գլուխս պիտի բարձրանա, իմ բոլոր տինքս եղող թշնամիներուս վրա, ու անոր վրանին մեջ ուրախության ձայնով զոհեր պիտի մատուցանեմ, պիտի երգեմ ու սաղմոս պիտի սեմ Տերոջը, ով Տեր, ձայնս լսե կանչելու ատենս, ու ողորմե ու պատասխան տուր ինձի, իմ երեսս փնտրեցեք ասիր, իմ սիրտսալ քեզի սավ, քու երեսդ պիտի փնտրեմ, ով Տեր, քու երեսդ ինձ մե մի ծածկիր, բարկությունովդ ծարադ մեկդի մի ձգեր, ինձի օգնական եղար, զիս մի մերժեր, զիս մի թողուր ով իմ փրկությանս Աստված, թեև հայրս ու մայրս զիս թողուն, բայց Տերը զիս պիտի ընդունի, ով Տեր, քու ճամփատ ինձի սորվեցուր, ու շիտակ ճամփուն մեջ ինձի առաջնորդե թշնամիներուս համար, զիս իմ թշնամիներուս կամքին մի մատներ, վասնզի իմ վրա սուտ վկաներ ու անիրավություն փչողներ ելան, հավատացի թե Տերոջ բարությունը պիտի տեսնեմ կենդանիներու երկրին մեջ, Տիրոջը սպասե, զորացիր ու սիրտը թող զորանա, դարձյալ Տիրոջը սպասե։ Սաղմոս 28-րդ Աղոթքը օգնության համար Սաղմոս Դավիթի Ով Տեր, քեզի կկանչեմ, ով իմ վեմս մի լրեր, չլա որ լրելուտ համար, գերեզմանը իջնողներուն նմանին, լսե իմ խնդրածքիս ձայնը, երբ քեզի աղաչեմ, երբ իմ ձեռքերս վերցնեմ դեպի քո սուրբ դաբիրդ, զիս մի կորսեցներ ամբարիշներուն հետ ու անօրինեություն գործողներուն հետ,
որոնք իրենց ընկերներուն հետ խաղաղությամբ կխոսին, բայց սրտներուն մեջ չարություն կա։ Հատուցան է անոնց իրենց գործերուն ամեմատ, ու իրենց ծրած չարության ամեմատ, իրենց ձեռքերուն գործերուն համաձայն հատուցում է անոնց, որովհետև անոնք տիրոջ ըրածները ու անոր ձեռքերուն գործերը նկատի չեն առներ, պիտի կործանե զանոնք ու ալ պիտի չհիշե։ Օրտնյալ ըլլատերը, որ լսեցի մաղոտքիս զայնը, Տերը զորությունս ու ասպարս է, իմ սիրտս անոր ուսած ու ես օգնություն գտա։ Ուստի սիրտս ուրախացավ և ես իմ երգովը զանիկա պիտի գովեմ։ Տերը անոնց ոյժն է ու իր օծյալին փրկության պարիս պնե։ Փրկեք ու ժողովուրդդ ու օրհնեք ու ժառանգությունդ, նաև հովվե զանոնք ու հավիտյան բարձրացուր։ Սաղմոս 20-րդ Տիրոջ ձայնը փոթորիկին մեջ։ Սաղմոս Դավիթի։ Տիրոջը տվեք, ով հզորած որդիներ, Տիրոջը տվեք փառք ու զորություն, Տիրոջը տվեք իր անվան փառքը, Տիրոջ երկրպագություն ըրեք սրբության զարդարանքով։ Տիրոջ ձայնը ջուրերուն վրա է, փառած Աստվածը կորոտա, Տերը շատ ջուրերու վրա է, Տիրոջ ձայնը ուժով է, Տիրոջ ձայնը վեհափառությունով է, Տիրոջ ձայնը եղևնիները կկոտրե, ու Տերը կկոտրե Լիբանանի եղևնիները։ Զանոն կցատկեսնե հորթի պես, Լիբանանը ու Սարոնը մի եղջերուներու ձագի պես։ Տիրոջ ձայնը կրակի բոցերը կճեղքե, Տիրոջ ձայնը կդողասնե անապատը, Տերը Կադեսի անապատը կդողասնե, Տիրոջ ձայնը եղնիկները կծնեցնե, ու անտառները կմերկացնե, անոր տաճարին մեջ ամենքնալ անոր փառքը կհրճակեն։ Տերը ջրեղեղին վրա կնստի, Տերը հավիտյան թագավոր պիտի ըլլա, Տեր իր ժողովրդին զորություն պիտի տա, Տերը իր ժողովուրդը խաղաղությունով պիտի օրհնե ամեն։ Սաղմոս 30 Շնորհակալության աղոթքը, Դավիթի տան նավակաթիքի երգը։ Ով Տեր, կբարձրացնեմ քեզ, վասնզի զիս ազատեցիր ու թշնամիներս իմ վրաս չուրախացուցիր։ Ով իմ Տեր Աստված, քեզի օգնության կանչեցի ու զիս բժշկեցիր։ Ով Տեր իմ անձս գերեզմանեն հանեցիր, գուբը իշնողներու մեջ են զիս ապրեցուցիր։ Սաղմոս երկեցեք Տերոջը, ով անոր սուրբեր ու անոր սրբությունը իշելով շնորհակալ եղեք, վասնզի մեկ րոպե իր բարկությունը, բայց իր հաճությունը մեր բոլոր կյանքի ընթացքին։ Իրիկունը լաց կա, բայց արտուն ուրախություն։ Ես իմ հաջողությանս մեջը սիթ է, հավիտյան պիտի չսասանիմ։ Ով Տեր, քու հաճությունովդ իմ լերս հաստատուն ըրիր, երեսը ծածկեցիր ու ես խռովեցա։ Ով Տեր, քեզի կկանչեմ ու Տիրոջ աղաչանք կնեմ։ Իմ այրունես ինչ օգուտ կլա, եթե ես գուբը իջնեմ, միթե հողը քեզ պիտի գովե, կամ անիկա պիտի պատմե քու ճշմարտությունը։ Լսե, ով իմ Տեր ու ողորմե ինձի, ով Տեր ինձի օգնական եղիր։ Իմ սուքս բարի փոխեցիր, քուրձս իզմե հանեցիր և ինձի ուրախություն ակցուցիր, որպեսզի իմ փառքս սաղմոս երգե քեզի ու ալ չլռե։ Ով իմ Տեր Աստված, հավիտյան քեզ պիտի գովեմ։